Բարոզս, Աստված օգնական։ Ինչ կարող եք ասել Սրբազան հայր իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի արշավների մասին ընդդեմ եկեղեցու։ Պատերազմ է հայտարարել ձեր դեմ։ Երեք մեր հայտարարությունը տեսակ, հայտարարության մեջ ամեն ինչ ասված էր։ Չեմ կարծում, որ հայտարարությունից դուրս որևէ մեկնաբանություն անելու անհրաժեշտություն կա։ Շատ թույլ կամ անատամ չէ այդ հայտարարությունը, որովհետեւ դրան հաջորդեց նոր հարձակում նրա կողմից այսօր առավոտյան։ Ես չեմ օգտագործի այդպիսի բնորոշում, կատարվել է այնպիսի հայտարարություն, ինչպիսին հարմար է նկատվել։ Իսկ ինչ եք անելու, կասեցնելու։ Դուք առաջարկում եք մենք օգտագործենք այնպիսի բառապաշար, այնպիսի ձևակերպումներ, որոնք օգտագործվել են մեր դեմ նախաձեռնողների կողմից։ Այդպիսի ձևակերպումներ։ Քայլեր ենք ակնկալում ենթադրաբար, որ քայլեր եթե լինեն, լրացուցիչ կասվի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն առաջին օրը գրեց այդ քառակնոջ պատմությունը, որը տարբեր սրբազանների են վերագրում, ես հիմա չեմ ուզում կրկնել բառերով, կոռեկտ չի, համենայն դեպս նաև ձեր անուններ շրջանառվում, ասում են դա ձեզ էր ակնարկը ուղղված, հետո այլ անձանց չգիտեմ, դուք սրան ինչպես կարձագանքեք, հետո նաև հարցնեմ։ Ում էր ուղղված, տեղյակ եք թե չէ, կամ արդյոք ձեր անունը կարող են շոշափել այդ կոնտեքստում։ Գիտեք, պետք է աստերեբութին իրենից հասկանալ, ինքն է դրա հեղինակը, իհարկե թե որքանով դա կոռեկտ, որքանով երկրի ղեկավարին հարիր ձևակերպում է, դա ինքը պետք է ասի։ Մեզ համար դա ավելին չէ, քան զրպարտությունը եւ անընդունելի ոճով գրառում կատարում։ Տեղեկություններ ունին առասարակ հոգեվոր դասի անձնական անկողնային կյանքի մասին, որ այդպիսի բաներ է ասում։ Գիտեք ինչ, ես իր նախասիրությունների մասին տեղյակ չեմ։ Բայց ինքը փաստորեն ձեր նախասիրությունների մասին է տեղյակ, չգիտեմ ճիշտ կամ սուտ, բայց շուտ տեղեկություններ է հայտնում ձեր նախասիրությունների մասին։ Իսկ դուք ընդունելի եք համարում այդ նախասիրությունների մասին այդպիսի ոճով, այդպիսի ձևակերպումներով արտահայտվելը։ Որպես կրթություն, դաստիարակություն։ Կամ դուք վստահ եք, որ արդյոք դա իրականում համապատասխանում է իրականությանը։ Ես ճիշտ ասած չեմ ուզել մտնել այդ դաշտ, որ ճիշտ եմ համապատասխանում թե չէ, բայց ինքը փորձում է ներքաշել։ Ուրեմն մի մտեք։ Եթե չեք ուզում մտնեք, նշանակում է այդպիսի հարցադրումներ չպետք է։ Տեսեք, այս